Վերջերս օրեր առաջ Ղալիբաֆը Բաքվում էր, որտեղ հայտարարեց Ադրբեջանը Իրանի բարեկամն է։ Տպավորություն է ստեղծում, որ Իսրայել-Ադրբեջան պատերազմի ժամանակ համագործակցության մասին տեղեկությունները կեղծ էին։ Ոչ այդպես չէ, ես կարծում եմ հարցը պիտի ուրիշ կողմից էլ նայեն, վերջին հաշվով նման հայտարարությունները երկու կողմ ունի, ինչպես դուք մստաբար շատ բաներ տեսնում եք, հենց Հայաստանի պարագային ռուսական ելույթները, որ մենք լսում ենք կամ այլ երկրների, որոնք ոչ բարեկամական կամ բարեկամանական ամենայն դեպս, եթե հարաբերություններ ունեն, մեկ հայտարարություն արվում է, մի ուրիշ եզրակացություն արվում է, անպայման չի այդպես, որ ասվում է։ Ցանկալի է այդպես լինել օրինակի համար։ Դե բնական է ադրբեջանցիք այս պայմաններում չեն ուզենա իրենց վիճակը վատթարացնեն, արդեն զգացին, որ Իրանը ինչպես այն երկրներին, որոնք հնարավորություն տվեց իրենց տարածքներով Իրան մտնել հարվածեց, նույնիսկ ադրբեջանական կողմին մոտ էլ նաև հայտնվեց ԱԹՍ-ը, եւ իրանական կողմը դա հերքեց, բայց այնուամենայնիվ շատերը հենց Իրանում էլ խոսում էին դրա մասին, որ դա զգուշացում էր ադրբեջանական կողմին, որ կարող է սարքը շատ ավելի խիստ լինել, ավելի կոպիտ պատասխաններ հնչեցնի Իրանը Ադրբեջանին, այնց որ պետք է իր տեղի իմանա, եւ նման հայտարարությունները նաեւ կարծես թե վերականգնելու կամ այսպես ասել չափի մեջ հրավիրելու հայտարարություններ են, քան թե միանգամայն բարեկամական, որովհետեւ շատ հարցեր կա, օրինակ Իրանը հույս ուներ, որ դերակատարում կամ այսպես ասած բռնագրավյալ Արցախում շինությունների, շինարարությունների մեջ ինչ-որ չափով բաժին կստանա, բայց ադրբեջանցիք ցույց տվեցին, որ այդքան էլ բարեկամական չեն նայում իրանական կողմին եւ այդ շինարարությունները հանձնվեց Իսրայելին, Իտալիային եւ այլոց։ Ինչը որ այդքան էլ դուրեկան չէր իրանական կողմի համար։ Ամենայն դեպս պիտի չի, այդպես ես կարծում եմ պետք չէ միանգամայն հայտարարությունը ընդունել որպես հենց այդպես ինչպես հնչում է։ Իմիջիայլոց հենց այդ մասին CNN-ը վերջերս հրապարակում արեց, որտեղ հաստատում է Իսրայելի կողմից այդ տարածքների օգտագործումը։ Այո, դա շատ պարզ է, իրանական կողմը անգամներ այդ մասին նաև հայտարարել է, պահանջել է Ադրբեջանին, որ սահմաններից հեռու քաշվեն իսրայելական ներկայացություններ կամ դերակատարներ, դե արդեն իրենք շատ լավ գիտակցում տեսնում են, վերջին հաշվով պետք չի, որ շատ խոշորացույցներ ունենալ այդ խոշոր բաները տեսնելու համար, փաստորեն դրանք կա երևում է։ Մովսես, հայ-իրանական սահմանը պատերազմի ամբողջ ընթացքում բաց է եղել, գործել է, ճիշտ է, ի տարբերություն ադրբեջանական սահմանի։ Այո, վերիվորեն բաց է։ Հիմա Իրան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը ինչ է փոխում հայ-իրանական հարաբերություններում։ Եթե մենք եզրակացնենք ու հասնենք նրան, որ Իրանն արդեն ամերիկյան համաձայնությունը կնքվել է, այդ դեպքում շատ հարցեր կարող է դրական ազդել, վերջին հաշվով նկատի ունենալով նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ընթացքը, ինքնաբերաբար դա կարող է լավ ազդել իրանական ներկայությունը եւ Հայաստանի ճանապարհների առումով եւ հյուսիս-հարավի ավելի աշխուժ կառուցելու տեսակետից եւ հայ-իրանական հարաբերությունները ավելի զարգացնելու առումով շատ կարեւոր են։ Նամանավանդ որ արդեն ինչպես նախորդ հարցում մենք նշեցինք եւ Ադրբեջանի իսրայելական մոդելությունը կա եւ նաեւ Թուրքիան էլ որպես Իրանի համար մրցակից երկիր է ամենայն դեպս համարվում։ Հայաստանը այն երկիրն է, որ Իրանի համար միշտ եղել է բարեկամական եւ միշտ Իրանի կողմն է եղել ամենատարբեր եւ այսպես ասած եւ պատերազմական եւ խաղաղ պայմաններում, այնպես որ կարծում եմ այդ հարաբերությունները ավելի դժվարականան եւ ավելի դրական ազդեցություն ունենան։ Դա վերաբերում է նաեւ ամերիկյան սանկցիաների հանելուն, եթե այդ սանկցիաները հանվում են։ Այո, վստահաբար։ Օրինակ իրանական գազի ծավալը դեպի Հայաստան եկող հնարավորություն կլինի մեծացնել։ Այդ հարցը այդքան ես կարծում եմ իհարկե կապված չէ ամերիկյան կողմին, որովհետև ամերիկյան կողմը թեև ուներ սանկցիաներ, բայց Հայաստանի առումով այդ հարցը չէր գովվում, այստեղ ռուսական խնդիրներ եւ ռուսական
ճնշումների հետևանքով էր, որ իրանական գազը խողովակը 145 սանտիմետր տրամագծով պիտի լիներ վերածվեց 70-ի, եթե ռուսական այդ մոնոպոլի հարց չլիներ, այդ հարցը շատ ավելի շուտ պիտի լուծված լիներ եւ մենք ավելի շատ գազ ստանայինք իրանական կողմից։ Իհարկե հիմա ավելի այս ընթացքով որ գնում ենք եւ ռուսական մոդեցումներ գուցե հաշվի առնենք այդ դեպքում գուցե ավելի լավ լինի եւ գազի պարագային էլ ավելի լավ վիճակ ունենանք ընթացքում։ Դե վստահ եմ տեղյակ ես, որ Ռուսաստանը հիմա այս շրջանում հատկապես Հայաստանի ընտրություններից առաջ եւ հիմա էլ դեռ այդ մթնոլորտը պահպանվում է, տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի դեմ եւ բարբերաբար հիշեցնում են գազի մատակարարումը Հայաստանի։ Այո, այդ մասին արդեն խոսում եմ, բայց կարծում եմ, որ ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստան ցույց տվել է, որ պատրաստվում է գնալ, այսպես ասած, նոր բարեկամական հարաբերություններ ունենալ տարբեր երկրների հետ, այսպես ասած, նշվում է նաև Իրանը։ Հարաբերությունները ընդլայնել տարբեր երկրների հետ եւ այստեղ այն բարականը, որ Ռուսաստանը կարծում եմ գնալով քիչ-քիչ պարտավոր կլինի հետ նստել։ Վերջին հաշվով եւ տեսանք մենք Եվրոպայի մոտեցումը Հայաստանի եւ ծաղիկների պարագային եւ մրգերի եւ ընդհանրապես այնինչ որ արտահանվում էր դեպի Ռուսաստան, որ ռուսները փորձեցին ինչ-որ կերպ դրա համար ստեղծել սահմանափակումներ եւ Եվրոպան կարծես լուծումներ առաջարկեց եւ Հայաստանի համար դրական ազդեցություն ունեցավ։ Այդ դրական ազդեցության process-ը մենք կարող ենք նաեւ տեսնենք հայ-իրանական հարաբերությունների նոր պայմանների մեջ, եթե Իրանը գնա Ամերիկայի հետ հարաբերությունների եւ համաձայնությունների, բնականաբար այստեղ Իրանի հետ հարաբերությունները ավելի վիճակը կլավացնեն Հայաստանի համար նաեւ, այսինքն սահմանափակումները ավելի անձեռնահասելի կլինեն Ռուսաստանի համար, որովհետեւ այդ սահմանափակումները արդեն իսկ այն արդյունքը, որ ցանկանում է Մոսկվան իր համար չի կարող ունենալ։ Իրանի մտահոգությունները թրիպի նկատմամբ պահպանվում են Մովսես։ Ես կարծում եմ դրանք նույն այդ համաձայնությունների շրջանակում կանցնեն, նախապես էլ արդեն այդ մասին հայ-իրանական հարաբերություններում բացատրություններ եւ զրույցներ եղել են, եւ պարոն Արմեն Գրիգորյանի այցը Հայաստան ժամանակին, որ եղավ այդ հարցին լուծում տվեց, իրանական կողմը ավելի շուտ մտահոգ էր ամերիկյան ներկայության հետ, որ կարծում եմ այս նոր ընթացքում եւ նոր պայմաններում դրանք կարող են քիչ-քիչ արդեն իրենց գույնը կորցնել, ինչպես ասում են, եւ նոր պայմաններում արդեն ավելի կլավանան եւ կանցնեն։ Թրիպը գուցե եւ կարող է դրական ազդեցություն ունենալ։ Վերջին հաշվով, եթե իրանական կողմը աշխուժացնի իր գիծը, այսինքն սանկցիաները եթե փակվեն, անցնեն եւ Իրանը կարողանա հարավից դեպի հյուսիս ճանապարհ բացել եւ այդ ճանապարհներից մեկն էլ Հայաստանով անցնի, արդեն Իրանի համար ընդհանրապես կարևորություն չի ունենա թրիպի ներկայությունը։ Որպես մտահոգություն նկատի։ Շատ լավ։ Եվ վերջինը ու ավարտենք Մովսես, Իրանի արտգործնախարարությունը այսօր քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին պատերազմի ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար։ Իսկ Վաշինգտոնը անընդհատ դժգոհում էր ՆԱՏՕ-ից, որ այդ օգնությունը չի ստանում։ Հետաքրքիր է, որ երկրներն են համարձակվել օգնել Վաշինգտոնին։ Եթե հենց այսօրվա եւ երեկվա լուրերին հետեւել խոսվեց դրա մասին, որ Իտալիան որոշ չափով դերակատար է եղել եւ թույլ է տվել իր տարածքից օգտվեն եւ դա նկատի ուներ իրանական կողմը եւ նաեւ անգլիացիք, որ որոշ չափով թույլատվեցին այդ առումով, այն երկրները համենայն դեպս, որոնց տարածքը թե ութային թե նամանավան ցամաքային որպես կենտրոն ռազմաբազա թույլատրվել է այնտեղից հարձակում իրականանա Իրանին մտահոգությունը եւ քննադատությունը դրանց էր վերաբերում եւ արտահայտվեց այդ մասին։ Եվ հիմնականում հենց Իտալիան դարձել։ Շնորհակալություն, որ միացար մեզ, Մովսես։